Շատ հոգևոր մարդիկ հավատացող Աստծուն, որ հավատացին Քրիստոսի խաչի գործին, ողորմություն ստացան, ներման արժանացան շատ օրհնություններ ստանալու, նեղություններից ազատվեցին, շատերը իրենց կյանքում մեծամեծ հրաշքներ տեսան, բայց երբ որ գալիս էր բեռ կրել, ինչպես լուծ կրելու, որ Տերն ասում էր իմ լուծը կրեք ձեզ վրա, իմ բեռը վերցրեք ձեզ վրա, խուսափեցին, չուզեցին որևիցե նեղություն քաշել, նեղություն կրել եւ Տերը ուշադրություն դարձրեք խոսքը կարդամ Տիրոջ, որ այդ խոսքերն ասում է Մատթեոս ավետարան 11-րդ գլխի 28 համարից կկարդամ. Ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ եւ բեռնավորվածներ եւ ես հանգիստ կտամ ձեզ։ Ձեզ վրա առեք իմ լուծը եւ ինձանից սովորեցեք, որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնար եւ ձեր անձերի համար հանգստություն կգտնեք, որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը թեթև։ Երբ որ իմ լուծը կրեք ձեզ վրա, իմ բեռը վերցնեք ձեզ վրա, այն որ ես կտամ, այն ժամանակ հանգստություն կգտնեք, հետարքիր է։ Լուծ դա փոխաբերական իմաստ ունեցող արտահայտություն է, որ ժողովուրդը օգտագործում է, եզները որ լծում են գութան քաշում, որպես ծանրություն աշխատանք կրելու կամ որպես աշխատանք ներկայացնելու արտահայտություն, ասում են ոնց որ լուծ քաշած լինի այս մարդը, ծանրություն բեր տարած լինի, այդ փոխաբերական իմաստ ունեցող խոսք է, Տերն ասում է իմ համար աշխատեք, չկան մարդ, որ լուծ բեր չունենա, կամ պիտի անբան մարդ լինի, որ ոնց որ ասած ուրիշի հաշվին ամբողջ կյանքում ապրի, ոչ էլ հավիտենական կյանքի մասին մտածի, այսպես դատարկ ապրի ու գնա, այդպես էդի կենթաններն են այդպես, կենթանների նման կդառնա, բայց չկան որևիցե մի կրոնական խումբ, օրինակ լինի բուդդայիզմը, քրիստոնեականները, լինի ասենք մուսուլմանական ուսմունքը, բոլորն էր պարտականություններ բեռեր դնում են մարդկանց վրա, մարդիկ այդ բեռերը վերցնում են, որպես այդ ուսմունքի ընդունած մարդիկ հետևում են նաև այդ պարտականություններին, որ պահանջվում է իրենց կրոններում, սակայն Քրիստոսի տված բեռը հանգստության պատճառ է մարդուն, այդ բեռերը, որ մարդիկ կրում էին, իրականում իրենց հոգում հանգստություն չեն գտնում, բայց Տիրոջ տվածը հանգստության պատճառ է, սակայն այս հարցը, ինչու քրիստոնյան, Քրիստոսին հետևող մարդկանցից մեծամասնությունը բեռ կրել չի սիրում, չի ուզում բեռ վերցնի իր ուսերին, հիմնականում Տիրոջը չճանաչելը շատ մեծ նշանակություն ունի, Տիրոջ ճանաչելը, այդ տեքստը, որ խոսում է իմ բեռը, իմ լուծը վերցրեք, առեք ձեզ վրա, այս տեքստը, որ խոսվում է, կարդամ 25 համարից ուշադրություն դարձրեք, Տերը իր մասին խոսք է խոսում, 25-ից կկարդամ այդ տեքստը, Այն ժամանակ Հիսուսը պատասխան տվեց եւ ասեց. Գոհանում եմ քեզանից, ով հայր երկնքի եւ երկրի Տեր, որ իմաստուններից եւ գիտուններից այս բաները ծածկեցիր եւ երեխաներին հայտնեցիր։ Այո, ով հայր, որովհետեւ այսպես հաճո եղավ քո առաջին։ Ամեն բան ինձ տրվեցավ իմ հորիցը, եւ ոչ ով չի ճանաչում որդուն, բայց միայն հայրը, եւ ոչ ով չի ճանաչում հորը, բայց միայն որդին, եւ ում որ որդին կամենա հայտնել։ Ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ եւ բեռնավորվածներ եւ ես հանգիստ կտամ ձեզ։ Ուշադրություն դարձրեք։ Ասում է Տերը պատասխանեց։ Երևում է ինչ որ զրույց է եղել։ Հենց այդ արտահայտությունը ցույց է տալիս, որ մարդկանց մեջ եղող հարց ու զրույց է եղել, որ խոսում է այս հարցը որպես պատասխան նրան, բայց հետարքիր է, խոսում է որպես գոհության աղոթք Աստծուն, Հորը։
Գոհանում եմ քեզանից, որ իմաստուններին եւ գիտուններին այս բաները ծածկեցիր նրանցից։ Այսինքն հայրն է մարդու միտքը բացողը, բայց Աստված հայրը չհավանեց այն մարդկանց, որ իրենց իմաստուն եւ գիտուն տեսան։ Այսինքն այս մարդիկ չունեին էլ կարիք Աստծո մասին լսելու։ Նրանց վերաբերմունքի պատճառով այդպես եղավ։ Ոչ թե Աստված որոշել էր այս մարդու միտքը բացի, այս մեկի միտքը չբացի, ոչ։ Մարդկանց վերաբերմունքի պատճառով։ Եվ շարունակությունում Տեր Հիսուսն ասում է. ամեն բան ինձ տրվեցավ իմ հորիցը, եւ ոչով չի ճանաչում որդուն, բայց միայն հայրը, եւ ոչով չի ճանաչում հորը, բայց միայն որդին եւ ում որ որդին կամենա հայտնել։ Նայում եք, որ մարդկանց հասկացողություն տվող է նաև որդին։ Հայր այդ կարողությունը պարգև, այսպես ասած, ինչ որ ուներ, հայրը որդում կար, որովհետև որդին Աստված է։ Տեսեք, հենց այս տեքստում խոսում է իր մասին Հիսուսը։ Ինքն է այստեղ ներկայացնում, որ ում որ կամենամ հայտնել, նա կարող է հորը ճանաչել, որդուն ճանաչել, հենց իրեն ճանաչել։ Եվ ասում է ինձ մոտ եկեք, այս արտահայտությունը ինձ մոտ եկեք վաստակածներ և բեռնավորվածներ և ես հանգիստ կտամ ձեզ, այս արտահայտությունը ինքտակարանյան գրքում ասում է Աստված և ասում է այս արտահայտությունը անելուց հետո շեշտում է այսպիսի մի բան, որ միայն ես եմ Աստված, այդ որ կանչողը, որ մարդկանց կյանք տամ, միայն ես կարող եմ դա անել։ Դա Եսայիա մարգարեության գրքի 45-րդ գլխում 22 համարում այսպես է ասում. Ով երկրի բոլոր ծայրերը, դեպի ինձ դարձեք, որ փրկվեք, որովհետև ես եմ Աստված և ուրիշը չկա։ 23-ն շարունակեմ. Ինձանով երթում արի իմ բերանից արդարության խոսք դուրս եկավ և ետ չի դառնա, որ ինձ պետք է կրկնվի ամեն ծունկ և ամեն լեզու դավանե։ Միմիայն Տերովը կա ինձ համար արդարություն և զորություն պիտի ասեն։ Այսպես պիտի ասեն, որ միայն Տերով կա ինձ համար արդարություն և զորություն։ Նրա մոտ պիտի գան և ամաչեն բոլոր նրա դեմ բորբոքվածները։ Փաստորեն այս արտահայտությունը, որ ինձ մոտ եկեք, աշխարհի բոլոր ազգերին է կանչում, այստեղ չէ, այս արտահայտությունը։ Ես կարող եմ ձեզ փրկություն տալ և ինձանից բացի ուրիշ Աստված չկա։ Նույն շունչը, նույն միտքը տեսնում ենք Հիսուսի խոսքերի մեջ, որ ասում է ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ և բեռնավորվածներ։ Եթե մենք հասկանանք ով է Քրիստոսը, նրա խոսքերը մենք ավելի շատ լրջորեն կարժեքավորենք։ Եվ եթե կյանքի ինչ որ բեռերից վաստակել եք, հոգնել եք, հանգիստ եք ուզում, այս ասեմ, Հիսուսի ասածը ընդունեք, իմ լուծը վերցրեք ձեզ վրա և սովորեցեք ինձանից, որ ես հեզ եմ և սրտով խոնար, ձեր անձերի համար հանգստություն կգտնեք։ Սա է հանգստության ճանապարհը, իմ բեռը թեթև է։ Մարդուն թվում է, թե Տիրոջ ասած լուծը ծանր է, բայց իրականում թեթև է, երբ որ մոտենում ես Տիրոջը, նախ զորություն է տալիս Տերը, մարդուն կարողություն է տալիս, իր կամքը կատարելու որոշում կայացրած մարդուն կարողություն է տալիս Տերը, որ կարողանա տանել։ Օրինակ մի պայքար, ասեմ, որ մարդիկ ունենում են պահանջներ, ինչպես ասեցի, շատ ամեն կրոնում էլ պահանջներ կան, բայց հանգստություն չկա այդ պահանջները կատարողների համար, Քրիստոսի պահանջները կատարողների համար հանգստություն կա, ժողովուրդ ջան։ Եկեղեցին ժամանակի ընթացքում շատ նեղություն, դժվարություններ տեսավ, հակառակություններ տեսավ, շատ մարդիկ ապստամբեցին եկեղեցու դեմ։ Դա էլ էր բեռ, եկեղեցու ծառաները կրեցին այդ բեռը, պայքարի մեջ մտան։ Նրանք պայքարի մեջ որ մտան այդ հակառակողների դեմ եւ հիմա էլ պայքարում են, նրա համար չէ, որ իրենց անձերը փրկեին, այս ժողովրդին ցույց տան ճշմարտության ճանապարհը հակառակողների դեմ դուրս գալով։ Շատ մարդիկ ունեցան հնարավորություններ այդ պայքարի մեջ մտնելու, այդ լուծը կրելու, բայց խուսափեցին։ Շատերը խուսափեցին, ոմանք էլ հակառակ, ովքեր որ պայքարի մեջ էին մտնում, ասում են մարդ թող
մի չար արտահայտություններ անելով ասում են աթոռի կռիվը։ Ժամանակին եղել են նման արտահայտություններ, չգիտեմ ինչպես մոտեցան մարդիկ իրենց այդ արտահայտություններին կարողացան հասկանալ, որ վատ էր, չար էր Աստծո առաջին, մեղք էր, ծանր, պետք է ապաշխարել, խոստովանել, ապաշխարել։ Ոչ միայն բեր չէին կրում, հələ նույնիսկ բեր կրողներին էլ անարգում էին։ Կամ տեսեք մի արտահայտություն, որ Տերը ասում է պահանջ Մատթեոս ավետարանի 10-րդ գլխից կկարդամ 33-ից 38-ը։ Ով որ ինձ ուրանա մարդկանց առաջին, ես էլ կուրանամ նրան իմ հոր առաջին, որ երկնքում է։ Մի կարծեք, թե ես եկա երկրի վրա խաղաղություն գցելու, չեկա խաղաղություն գցելու, այսուր։ Որովհետև եկա բաժանելու մարդը իր հոր դեմ, աղջիկն իր մոր դեմ, եկա հարսն իր սկեսուրի դեմ բաժանելու, մարդի թշնամիներ իր ընտանիքը կլինեն։ Ով որ հորը կամ մորը ինձանից ավելի է սիրում, նա ինձ արժանի չէ, եւ ով որ իր որդին կամ աղջիկը ինձանից ավելի է սիրում, նա ինձ արժանի չէ։ Եվ ով որ չի առնում իր խաչը եւ իմ ետևից գալիս, նա ինձ արժանի չէ։ Պահանջը։ Սա էլ կարծես մի լուծ լինի մարդու համար, բայց ուշադրություն դարձրեք։ Խոսք ինչի մասին էր, ինչ բաժանում գցել, ինչ կռիվ, կամ Աստծո կամքը, կամ աշխարհ։ Կարող է լինել հենց քո ընտանիքը, քո հարազատը, քեզ մտերիմ ընկերը, որ քեզ ուզում է հեռացնել Հիսուսից, հակառակ անել նրա դեմ, ավետարանի խոսքեր ուրանալ տալ, կամ հենց այսպես ասեմ, Աստծուն հավատարիմ մարդիկ, որ քեզ պետք են, նրանց ուրանաս։ Շատերը խուսափում են այս պայքարի մեջ մտնել, ոչ միայն խուսափում են, այլ նաև պայքարի մեջ մտնողներին սկսում են անարգել, էլի հավատանք Աստծուն, էլի Հիսուսին հավատանք, այդ որտեղ է գրված, որ հարազատներին չհարգենք, այստեղ է գրված, նոր կարդացին, այն հարազատը, որ քեզ կհեռացնի Աստծուց, կամ Աստծո պաշտոնյաներից, որ ծառայում են քեզ, նա քեզ թշնամություն է անում, քո ընտանիքը կլինի քեզ թշնամի, և դա հենց թշնամություն է, քո հոգու կորստի աշխատանք է անում այս անձը, և եթե դու ուզում ես երեսպասություն անես, ջիգար խաղաս, դա քո կյանքի հետ ես խաղում։ Ուշադրություն դարձրեք, սա էլ է բեռ, բայց երբ որ մարդը չի ուզում կրի, այլ ուզում է հարազատ խաղալ, պահ է գալիս, որ տեսնում է, չէ, անխաղաղություն, տագնապ, գործրել է խաղաղություն, իրեն մեղավոր է զգում, իրեն ոնց որ ասած շարունակում են իր հոգու թշնամություն անող թեկուզ մարմնի կողման է հարազատը, թշնամությունը շարունակում է։ Հանգստությունը կորցնում է մարդը։ Բայց եթե մեկ անգամ ճիշտ վարվեր, Տիրոջ խոսքը պահեր, ազատվելու էր այդ անհանգստացնողներից։ Իսկապես, իմ լուծը կրեք, իմ բեռը թեթև է, հանգստություն ես գտնելու, հոգու դեմ թշնամություն անողներից պրծնելու ես։ Սարը վարվիր, տան անդամ է, հոգևոր բաները դրա մին, հոգևոր զրույցներ կանի, ինչ կանի, եթե մարդը քեզ Աստծուց հեռացնում է, բնականաբար ավետարանին հակառակ բաներ է խոսում, իբրև թե հոգևոր լինելով, իբրև թե հոգևոր բաներ ասելով, տեսնում ես հակառակ է, թող։ Իրականում դժվար է, գիտեք։ Դրա համար է շատ պատվերներ կան, որ մարդը պետք է Տիրոջը ծառայի, կատարի այդ պատվերները, իրեն համար ծանր բեռ է թվում։ Բայց եթե դու հասկանաս Տերն Աստված է, Հիսուսն Աստված է, նրա բերանի խոսքը քեզ համար շատ թանկ է, շատ կարևոր, սա քո կյանքի առաջնորդության խոսքն է, որ եթե դու հասկանաս դա, նույնիսկ քո տրամաբանությամբ չես կարողանում տեսնել, որ այդ խոսքերում ինչ խորության ճշմարտություններ կա, օրհնություններ կա, միևնույն է, վստահելով խոսքի հեղինակին, դու այդ խոսքը կպահիր։
եւ իսկապես հանգստություն եւ խաղաղություն կգտնել։ Պայքարներ կա, որ այսօր եկեղեցին կրում է։ Խոսակցություններ, չար զրույցներ, զրպարտանքներ։ Սա էլ է հավատացյալ ժողովրդի համար պայքար, մարդիկ լսում են, բայց ասում են, չէ, իմ գործը չի, բերդ չեն ուզում կրել, չեն ուզում այդ որևիցե մի ծանրություն իրենց վրա վերցնել, բայց ուշադրություն դարձեք, այդ խոսակցությունները բացողները նորից են հարձակվելու, նորից, որովհետև մի դիմադրություն չտեսան քո կողմից, բաց դուռ են տեսնում, եւ հակառակորդը գործածել է այնքան, մինչեւ որ թուլացնի։ Բայց սա Աստծո զավակները որպես իրենցը պիտի տեսնեին, իրենց պայքար, Տիրոջ տան նախանձը կերավինց ասում է։ Այդ նախանձը մարդու մեջ պիտի լիներ։ Այդ նախանձավորությունը, որ սա իմ դեմ է, ես այս բեռը պիտի կրեմ, հասել է ինձ, ես այս պայքարի մեջ պետք է իմ կարողության չափով իմ հավատարմությունը ցույց տամ։ Եվ իսկապես կազատվենք նաև այդ թշնամություն անող մարդկանցից, նրանց հարձակումներից։ Բայց ուժ է պետք հավատալ Հիսուսին։ Այդ լույսը վերցնելու համար հավատալ Հիսուսին, խոսքի հեղինակին։ Պատահական չի, որ այս խոսքն ասում է իմ լույսը վերցրեք ձեզ վրա։ Դրանից առաջ խոսում է իր մասին։ Ամեն բան ինձ տրվեցավ Հորից։ Որ սա ասում է, սա նրա համար է խոսում, որ մենք նրան հավատանք։ Որպես մեծ հեղինակություն ունեցող ճանաչենք նրան եւ նրա խոսքերը մեզ համար վերջնական լինի։ Նրա խոսքին հավատալով ես դու զորավոր։ Նրա բերանի խոսքով ես դու զորավոր հավատք ունենում։ Այ երբ որ 11-րդ գլխի 12 համարում ասում է Մատթեոս ավետարանի 11:12-ում, բայց Հովհաննես Մկրտչի օրերից մինչև հիմա երկնքի արքայությունը ուժով է առնվում եւ ուժովները հափշտակում են նրան։ Սա մարմնավոր ուժի մասին չի խոսքը։ Հավատքի մասին է։ Իսկ հավատն էլ Տիրոջ խոսքի վրա է, նրան ճանաչելու վրա, նրա հեղինակությունը հասկանալու, նրա մեծությունը հասկանալու, նրա վրա է։ Եվ եթե նրա մեծությունը դու ճանաչում ես, վստահում, հավատում ես նրան, մեծ հավատք ունես, ուժ ունես, եւ դու կարող ես կատարել նրա խոսքը։ Չկա մարդ, որ չունենա հակառակություն իր դեմ։ Չկա։ Եվ զորավոր հավատք ունեցողները կարողանում են հաղթական մնալ եւ այդ պայքարի մեջ հաղթող դուրս գալ։ Աստծո արքայությունը պահել։ Տերը մեզ օրհնի, ժողովուրդ ջան։ Նաև կյանքում շատ հարցեր կան, որ մենք ֆիզիկական, sense երկրավոր հարցերում, որ պայքար եք ունենում, դրանք էլ են կարևոր հարցեր, ելի Քրիստոսին հավատալով է, որ մարդը պետք է, այսպես ասած, Քրիստոսի կամքը կատարելը վերցնի իր վրա։ Ամբողջ իմ կյանքում ես պետք է հետևեմ նրան, նա ինձ զորացնողը։ Երբ որ դու որոշում ես նրա կամքը կատարել, նրա խոսքը պահել, իրավունք արդարություն պահել, չես կարողանում, խնդրում ես նրանից զորություն, թե պայքարի մեջ, թե իրավունք արդարություն պահելու հարցում։ Իսկապես դու խնդրիր ու կտեսնես Աստծո շնորհքը փառավոր։ Հիմա էլ միաբան կխնդրենք։ Ինչ դժվարություն որ տեսնում եք, խնդրեք Տիրոջից։ Սա էլ օրհնյալ պահ է։ Ինչ որ միաբան խնդրենք, կառնենք։ Նրանից խնդրենք կարողություն, որ նրա կամքը կարողանան կատարել։ Նրա բեռը մեզ համար ծանր չլինի։ Աստծով զորացած կարողանանք անցնել։ Աղոթք անենք։